Բարև ձեզ հարգելի ավականներ, 2026 թվականի մարտի 20, այսօր նշանակված 9-րդ դասաշրջանի ավականու հերթականիչը համարվում են բացված։ Իստի ներկային համայնքի ավականու 27 անդամներից 18-ը քվորումը ապահոված են, իստի գավազոր է, շարունակում ենք մեր աշխատանքները։ Իսկ հիմա անդրեցեմ որոշակում ընդգրկող հարցերը ըստ հերթականության։ Առաջին, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի 2027-2028 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը քննարկելու և հաստատելու մասին, համայնքային մասանունների երկրորդ համայնքային մասանունների ծախսերի մասով արժեվետություն հաստատելու մասին, երրորդ, Վարդենիս համայնքի գեղարվեստական բնակավայրի հիմնան առողջող մանկապարտեզի շենքի ավելացող աշխատանքների համար համայնքի բյուջեից գումար հատկացնելու մասին, չորրորդ, Վարդենիս համայնքի ավականու 23 դեկտեմբերի 2025 թվականի Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում մասնակցային բյուջետավորման գործընթացելու մասին N175A որոշման մեջ փոփոխություն և զարգացում կատարելու մասին, 5-րդ, Վարդենիս համայնքի ավականու 28 նոյեմբերի 2025 թվականի Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմի 2026 թվականի կառուցվածք աշխատակիցների թվականակը հաստիկացուցակը և պաշտոնային դրույթաչափերը հաստատելու մասին N164A որոշման մեջ փոփոխություն և զարգացում կատարելու մասին, 6-րդ, Վարդենիս համայնքի ավականու 28 նոյեմբերի 2025 թվականի Հայ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի 2026 թվականի համայնքային ոչ առևտրային կազմակերպություններ և բյուջետային հիմնադրամի աշխատակիցների թվականակը հաստատակը և պաշտոնային դրույթաչափերը հաստատելու մասին N165A որոշման մեջ փոփոխություն և զարգացում կատարելու մասին, 7-րդ, Վարդենիս համայնքի ավականու 21 հոկտեմբերի 2025 թվականի Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում ներհամայնքային հասարակական տրանսպորտի աշխատանքի կազմակերպման նպատակով տրանսպորտային միջոցներ ձեռք բերելու համաձայնություն տալու մասին N144A որոշման մեջ փոփոխություն և զարգացում կատարելու մասին, 8-րդ, Վարդենիս փակ բաժնետիրական ընկերության անհատույց օգտագործման իրավունքով գույք հանձնելու մասին, 9-րդ, Վարդենիս համայնքի Վարդենիս քաղաքի Մաշտոց փողոցի 3-ի դրով 1 հասցեի անշարժ գույքը Ամերիկայի հայ-ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի անհատույց և անժամկետ օգտագործման տրամադրելու մասին, 10-րդ, Վարդենիս համայնքի սեփականություն հանդիսացող հողերի կառավարման 2026 թվականի ամենամյա ծրագիրը հաստատելու մասին, 11-րդ, Վարդենիս համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը աճուրդ վաճառքով օտարելու թույլատվություն տալու և մեկնարկային գին սահմանելու մասին, 12-րդ, Վարդենիս համայնքի ավականու 14 նոյեմբերի 2024 թվականի համայնքային շահերի պաշտպանության համար դատարան հայց ներկայացնելու մասին N168A որոշման մեջ փոփոխություն և զարգացում կատարելու մասին, 13-րդ, Վարդենիսի համայնքապետարանի և ենթակա կազմակերպությունների ամենամյա գույքագրման արդյունքները հաստատելու մասին, 14-րդ, Վարդենիս համայնքի ակումբ բնակավայրի բնակիչ Էմիլ Խաչատրյանին պատկանող SS Մագնիշի SS պետհամարիշի ավտոմեքենայի գույքարկի կուտակված ակարգավորելով ստանված կարգով ամբողջով զիջելու մասին, 15-րդ, Վարդենիս համայնքի Վարդենիս քաղաքի բնակիչ Գարիկ Մանուչարյանի պատկանող SS Մագնիշի SS պետհամարիշի ավտոմեքենայի գույքարկի կուտակված ակարգավորելով ստանված կարգով մասնակից զիջելու մասին, 16-րդ, Վարդենիս համայնքի ակումբ բնակավայրի բնակիչ Մելիքսեփ Հովհաննիսյանին պատկանող անշարժ գույքի գույքարկի մասով կուտակված ակարգավորելով ստանված կարգով մասնակից զիջելու մասին, 17-րդ, Վարդենիս համայնքի Վարդենիս քաղաքի բնակիչ Սամվել Թովմասյանին պատկանող SS պետհամարիշի SS Մագնիշի ավտոմեքենայի գույքարկի կուտակված ակարգավորելով ստանված կարգով մասնակից զիջելու մասին, 18-րդ, Վարդենիս համայնքի Վարդենիս քաղաքի բնակիչ Հայկ Սահակյանին պատկանող SS Մագնիշի SS պետհամարիշի ավտոմեքենայի գույքարկի կուտակված ակարգավորելով ստանված կարգով մասնակից զիջելու մասին, 15-րդ, Վարդենիս համայնքի Գեղամասար բնակավայրի բնակիչ Նինա Միրկոնյանին պատկանող անշարժ գույքի գույքարկի մասով կուտակված ակարգավորելով ստանված կարգով մասնակից զիջելու մասին, 20-րդ, Վարդենիս համայնքի Գեղամասար բնակավայրի բնակիչ Ջերիա Ծապոյանին պատկանող անշարժ գույքի գույքարկի մասով կուտակված ակարգավորելով ստանված կարգով մասնակից զիջելու մասին, 21-րդ, Վարդենիս համայնքի Ծովակ բնակավայրի բնակիչ Արաթիկ Խաչատրյանին պատկանող SS Մագնիշի SS պետհամարիշի ավտոմեքենայի
Գույքագիր կարգապահարքավորեկո սահմանազգարկող մասնակից իջելու մասին, 22-րդ Վարդենի Սամայթի ծովակ բնակարի բնակիչ Գևորգ Գալստյանի պատկանող SS Մակնիչի SS պետհամարժի ավտոմեքենայի գույքագիր կարգապահարքը օրենքով սահմանազգարկող մասնակից իջելու մասին, 23-րդ Վարդենի Սամայթի Վարդենիս քաղաքի բնակիչ Արա Ասլանյանի պատկանող SS պետհամարժի SS Մակնիչի ավտոմեքենայի գույքագիր կարգապահարքը օրենքով սահմանազգարկող մասնակից իջելու մասին, 24-րդ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենի Սամայթի սոցիալապես անհավող բնակիչների գինիների քննարկման և դրամական փոխհատուցում տրամադրելու մասին, և վերջինը 25-րդ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենի Սամայթի ավականու 9-րդ նստաշրջանի 3-րդ նիստի օր սահմանելու մասին։ Հարգելի ավականներ, առաջարկում եմ հաստատել օրակարգը բաղկացած 25 հարցից, եթե առարկություններ կարգանդեն, եթե ոչ կարգանդեն, ովքեր են ով։ Ասնաբույթը ով, դեմ ձեռնպահ չկա։ Անցնենք օրակարգի առաջին հարցին։ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենի Սամայթի 2027-2029 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը քննարկելու և հաստատելու մասին։ Հարգելի ավականներ, ներկայացնում եմ ձեզ Վարդենի Սամայթի 27-29 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրային նկարագրությունը։ Զարգացման հիմնական ուղղություններում առաջնահերթ և գերակայուն համարվելու հնգամյա ծրագրի տրամաբանությամբ ու սկզբնական ժամանակաշրջանի համար իրագործելի այն նոր և շարունակական ծրագրերը, որոնք դիտված են լինելու համայնքի տարածքային համաչափ և կայուն զարգացման, բարեկարգ, հարմարավետ մատչելի միջավայրի ձևավորման, շարունակականության ապահովման, համայնքային ենթակառուցվածքների արդիականացմանը, բնակչության կենսական շահերի ապահովմանը։ Համայնքի զարգացման հնգամյա ծրագրի դրույթների իրագործման հիմնական գործիքը դա հնարավորություն է տալու առավել իրատեսական, առարկայական դարձնել համայնքի զարգացման հնգամյա ծրագիրը առաջիկա 3 տարվա համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագիրը։ Այն հստակեցնում է եռամյա ժամանակահատվածում համայնքի ծախսային քաղաքականությունը, տարեկան կատարվածքով հնարավորություն է ընձեռելու համայնքի համար միջնաժամկետ հատվածում կառավարելու համայնքի ֆինանսական ռեսուրսները և ստեղծելու պատշաճ ծրագրերի հիմքեր առաջիկա տարվա համայնքի բյուջեի նախագծի մշակման համար։ Հիմք ընդունելով Վարդենիս համայնքի զարգացման 2022-2026 թվականների հնգամյա ծրագրով նախատեսված գերակայություններն ու առկա ռեսուրսները, Վարդենիս համայնքի առաջնահերթությունները 2024-2025 թվականների ընթացքում իրականացված ծրագրերի հիմնական ուղղություններն ու դրանց կատարման արդյունավետությունը, Վարդենիս համայնքի 27-29 թվականների ծրագրի զարգացման հիմնական ուղղություններն են։ Հիմնական ուղղություններից կարող ենք նաև ներկայացնել, որ 2027-29 թվականների ծրագրի նպատակային իրագործման համար առաջնահերթ և գերակայուն համարվելու կառավարման արդյունավետության բարձրացումը, համայնքապետարանի գործունեության թափանցիկությունը, բնակիչների բնակչությանը լիարժեք հաշվետու լինելը և այլն։ Եթե անհրաժեշտություն կա, հարգելի հավաքականներ, մանրամասն կներկայացնի ֆինանսական-տնտեսական եկամուտների հաշվարկման բաժնի տեղակալ պարոն Պողոսյանը։ Հարգելի հավաքականներ, ինչպես արդեն համայնքի ղեկավար Պողոս Խաչատրյանը նշեց, ինչ տրամաբանությամբ կառուցվել մեր միջնաժամկետ ծախսային ծրագրերը, դրանք, ինչպես գիտեք, ծախսային ծրագրերը լինում են կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ։ Կարճաժամկետները մինչև 1 տարի գործողության հաշվարկային ծրագրերն են, որը արդեն դուք հաստատել եք ընթացիկ տարվա բյուջենը, միջնաժամկետ ծախսային ծրագրերը պատմում են հնգամյա ծախսային ծրագրերի ապահոված արդյունքն է, որը նույնպես հաստատված է հնգամյա ծախսային ծրագրերի տրամաբանությամբ ընդունված ծրագրերի որոշման արդյունքում մենք հիմնական արդեն առանձնացնում ենք այն հիմնական զարգացման ուղղությունները, որոնք պետք է հաստատեք դուք միջնաժամկետ ծախսային ծրագրերի շարունակման ընթացքում։ Հիմնական ինչն է դրա այս միջնաժամկետ ծախսային ծրագրերում ինչպիսի հիմնական ուղղություններ կան։ Առաջինը տրամաբանությունը որն է, որ հանրային տարածքների միջնաժամկետ ծախսային ծրագրերում համարվում է, որ հանրային տարածքների շրջակա միջավայրի և պատմամշակութային ժառանգության պաշտպանությունը։ Ծրագրում հիմք է տրվել այս ուղղությամբ ուշադրություն դարձնել
ապագա տարիներում այս զարգացման ծրագրերի վրա առանձնապես ուշադրություն հրավիրել։ Երկրորդ, եթե հանրային նշանակություն ունեցող եւ բնակչություն ուզող որոշումների կայացմանը բնակչության անմիջապես մասնակից դարձնելը։ Այսինքն մեր բոլոր որոշումները պետք է լինեն թափանցիկ, պետք է լինեն ժողովրդի կողմից ընդունելի եւ մասնակցային։ Բոլորը իրենց ձայնի իրավունքով կարողանան միջամտել որոշումների կայացման գործընթացում։ Երրորդ, աղբանություն, ինչպես մեր ամենացավոտ հարցերից մեկն է, որ այս աղբանության կազմակերպման եւ կարգավորման բարելավումը այն ինչ որ ունենք, դրա վրա մեր զարգացնելով հասնենք ավելի բարձր մակարդակի եւ համայնքի տարածքում առկա աղբավայրի գործերի դադարեցման։ Արդեն գիտենք, որ շուտով մեր աղբանությունը տեղափոխվելու է Կոտայքի մարզ, ամբողջությամբ եւ մեր աղբավայրի ամբողջական, այսպես ասած, գործունեություն դադարելու համար պետք է աշխատանքներ կատարվեն, որպեսզի աղբավայրը դառնա մշակելի տարածք, դառնա համայնքական ծնողների հողատարածություն։ Չորրորդ կետը համայնքի բնակիչներին հասարակական տրանսպորտով տեղաշարժել է, ապա արդեն գիտեք, որ հաստատված է 300 միլիոն դրամանոց բյուջե, շուտով մրցույթներն արդեն կարծում եմ հայտարարված է, ունենալ են Վարդենիս համայնքը բնակչության սպասարկման համար ձեռքբերելու ավտոբուսներ եւ այդ ավտոբուսներով համայնքի բոլոր բնակավայրերը անմիջական ժամանակ տրանսպորտային կապ են ապահովելու Վարդենիս քաղաքի հետ։ Հաջորդը բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների ստեղծումն է, որ արդեն կառավարության կողմից ունեն հրամ ստեղծել կառավարման խորհուրդ եւ բազմաբնական բնակարանների կառավարման խորհուրդը յուրաքանչյուր բազմաբնակարանների կառավարման բացառ հաշիվներ համատիրության սկզբունքով բոլոր ծախսերը կատարվեն եւ իրանք այդ ավակագրված ծախսերի վրա իրանք խնդիրներ լուծեն։ Երիտասարդական եւ սպորտային ծրագրի միջոցով բնակիչների շրջանում առողջ ապրելակերպի գաղափարի կառուցումն ու խթանումն է։ Մոտակա այդ միջազգային ժամկետ ասանքավորում նախատեսված ֆինանսական միջոցներ հատկացնել նման կահավորելու բակերում սպորտային նմանատիպ ինչ-որ տարածքներ սարքել, որ մարդիկ կարողանան նաև սպորտով զբաղվել, հանրությունը մասնակցել առողջության սպորտի միջոցով առողջության բարձրացմանը։ 7-րդ կետ համայնքային ինտեգրացիան առողջապահական հիմնարկների սպասարկման որակի բարելավման ուղղված միջոցառումներ։ Արդեն հասկանալի է խոսքը ինչի մասին է, այնտեղ կլինի մեր անմիջական մասնակցություն, վերահսկողություն, որպեսզի բնակչությունը կարողանա իր առողջության խնդիրները նմանատիպ հիմնարկներում ճիշտ կազմակերպելու։ Նախադպրոցական հաստատություններում մատչելիության և դերահանրության հնարավորությունները։ Արդեն ունենք կառուցված և կառուցվել նախադպրոցական հաստատություններ, որտեղ բնակչության շատ բազմաթիվ անդամներ իրենց փոքրացած երեխաներին նախկինում չունենալու պատճառով ասենք կարող էր բազմաթիվ երեխաներ դուրս մնային, հիմա ստեղծի այնպիսի մի օպտիմալ պայմաններ, այնպես մի բան նախատեսված ստեղծել այնպիսի մի իրավիճակ, որ ոչ մի մանկահասակ նախադպրոցական հասակի երեխա դուրս չմնա հաճախելու նմանատիպ կազմակերպություններին։ Նախատեսում ենք նաև սպորտային լուսավորության համակարգերի արդիականացում, ներկայացնում համակարգերի միջոցով արդեն մեկը տրված է, նախատեսված է նմանատիպ լուսավորություններ ապահովել բոլոր Վարդենիս համայնքի ամբողջ տարածքում։ Դա կբերի էներգախնայողության եւ լուսավորության ավելի երկարատև, ասենք 5 ժամի փոխարեն արդեն 6 ժամ լուսավորություն ապահովել արդեն Վարդենիս համայնքի եւ բնակավայրում եւ քաղաքի ներսում։ Բնակցողի վերանորոգում եւ պահպանում որոշակի գումար կհատկացվեն, եթե համատիրությունը ֆինանսները չերիքի, նաեւ համայնքի միջոցով կարողանանք բնակֆոնդը պահպանել, խոսքը բազմաբնակարան բնակելի բնակմասն է։ Նոր կառուցող թաղամասերում ենթակառուցվածքների ստեղծում, համայնքների գործավար միջավայրի փոխշահավետ համագործակցության խնամքական, այսինքն գործավար միջավայր եւ կառավարություն, տեղական ինքնակառավարումը պետք է շատ ծեր համագործակցեն, որի արդյունքում կարծում եմ գտնվել լուրջ գաղափարներ, այդ արդյունքում աշխատատեղեր կբացվեն եւ եթե միջամտություններ լինի, մերի կողմից գործարարների խնդիրը կարող են բարձրացնել մինչև կառավարության մակարդակը։ Եվ համայնքային ինտեգրացված հիմնանորոգման աշխատանքների շարունակականությունը։
Միաժամանակ բնակիչների սոցիալական պաշտպանության ապահովման խնդիրներն են ներառված այդ ծրագրերում, որի մեջ ներառված է նաև հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներ, տնօրինացող երեխաների խնդիրներ, բազմազապահականացող ընտանիքի կենսակամը տպավորված սոցիալական ծրագրերի խնդիրներ, այդ բոլորը ներառված են մեր այս միջնաժամկետային ծրագրերում։ Այսքան։ Եթե կան առաջարկություններ այս ծրագրերում ավելացնելու, մենք կարող ենք լրացուցիչ ավելացնել, եթե չունեք, որևէ առարկություն առաջարկություններ ունեք, Մկրտչյանը մի բանամելի դիպլոմատիա, ստեղծենք այս աղբավայրը ոչ թե մենք ոչ աղբավայրը ոչ թե փոխեն բերենտակալակ, հենց այն աղբն էլ այլևս աղբավայր չի լցվելու, բայց աղբավայրը հետագա շինաղբյալման ծառայելիա մեր կողմից ծրագիրը դերվել իմաշրջակա միջավայր հաստատել է 38 դրամ, մենք ավականությամբ հաստատել ենք 39 դրամ դրվում է աղբավայրն ամբողջ ցանկապատվում է իրապահակաբուտկով ավելի ժամանակակից աղբավայր չի բարձել։ Շինի կենցաղային աղբն էլ այլևս չի թափվում։ Շինաղբյան Ալյական խնդիրը շինկենցաղային աղբն այո, չէ, բարձել է դեպի որ կարծիք չավաճանապ են բնակիչների հավաքածների մոտ, եթե տրանսպորտն արդեն մենք ձեռք են բերել, տրանսպորտացիոն բացույթը կայացել է ձեռքբերումը կա, ուղղակիստով հեսա լրացուցիչ կազմարդարվակ է հանցերի, որ ամուսնի ավտոբուսի որ ավտոբուսը գործարքն իրականացի այս մասով է ուղղակի։ Շատ արդեն աճեցան ուժության ծրագրերի մեկը արդեն Եկը բազմաբնական շենքերի պաշտպանության հետ կապված արգելի ավականներ, որ մինչև հիմա համակապիտանի կողմից է պաշտպանություն իրականացում։ Թե բարգերի մաքրման աշխատանքներ են, թե աղդարման աշխատանքներ են, թե կոյուղագծերը, թե հիմա մենք ուզում ենք միջոցներ ձեռնարկել, որոնք լիազորված ազդենի ամեն բազմաբնակարան շենքերում համատիրությունների տարբերակը դեռամակ հետավեր քննարկեցին, ասես թողնենք այդ համատիրությունը, որ ծերերի բնակիչների լրացուցիչ ծախսեր առաջանում։ Լիազորված անձի հարցերն ցույց Շատ լավ, եթե հարցեր չունեք, քվեարկություն, հարգելի ավականներ։ Ովքեր են կողմ։ Բոլորը կողմ, դեմ, դեռնապատ չկա։ Շնորհակալություն պարոն Պողոսյան, զգացածս գործին Անցնում ենք օրակարգի երկրորդ հարցին։ Համայնքային մասհանումների ծախսերի մասով աշակերտություն հաստատելու մասին։ Արգելի ավականներ, ձեզ եմ ուզում ներկայացնեմ 2020 ես էսի կարամ առանցնի որևէ բանի իմ ձևով, իմ բարերով ասեմ, որ սա ավելի ճիշտ հասկանաք, բայց ելնելով որոշակի թվերից, ավելի ես թվերով ասեմ, որ դուք էլ հասկանաք ինչ են կարել, ինչ աշակերտության մասնախոսքը և ինչ են կանելու։ 2025 թվականի մասհանումների ծախսման ծրագրով նախատեսված է եղել իրականացնել ազատ բնակավայրում և ազատ բնակավայրում ոռոգման ցանցի կառուցում, որ բնակավայրում խմելու ջրի ջրագետի կառուցում, այդ բնակավայրում լուսավորության ցանցի անցկացում և Արտենիս համայնքի կարիքների համար, ինչպես գիտեք, արդեն տեղյակ եք, արտարաշտարակի ձեռքբերում։ 3 բնակավայրի աշխատանքների իրականացման համար հայտարարվել է նախագծաշարային փաստաթղթերի փորձաքննության եզրակացության բոլոր եզրակացությունները ձեռք բերվել, հայտարարվել է մրցույթ, որոնց պայմանագիրը կնքվել է սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, սակայն ֆինանսական միջոցների բացակայության պատճառով հաղթող մասնակիցների հետ համաձայնագրերը կնքվել են նոյեմբեր ամսին։ Ավտոաշտարակը ձեռք է բերվել 2025 թվականի նոյեմբերի 10-ին։ Ազատ բնակավայրի ոռոգման ջրագծի նախագծաշարային արժեքը գերազանցել է նախնական ներկայացած արժեքից, իսկ մյուս բնակավայրի նախագծաշարային փաստաթղթերում խնդիրներ չեն առաջացել։ Այժմ նախատեսվում է հայտարարել 2 բնակավայրի 8 բնակավայրի խմելու ջրի և այդ բնակավայրի լուսավորության ցանցի անցկացման շինարարական աշխատանքների համար մրցույթներ։ Պահպանելով կառավարության 4 օգոստոսի 2022 թվականի N1198N որոշումը, այն է ներկայացվել նախորդ տարվա ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունը։ Ուստի առաջարկում եմ հաստատել 2025 թվականի մասհանումների ծախսման ծրագրով իրականացված աշխատանքների հաշվետվությունը
համատային իսկ ձևաչափի, որը ներկայացվել է ձեզ։ Վարդենիս համայնքի համայնքային մասնանունների ծախսերի մասով ընթացիկ ծրագրի վերաբերյալ տարեկան նախնական հաշվետվությունը։ 2025 թվականի մասնանունների ծախսման ծրագրում նախատեսված է իրականացնել 8 բնակավայրում խմելու ջրի ջրագծի կառուցում, որը սպասարկել է շուրջ 30 տնային տնտեսություն։ Նախատեսության արժեքը կազմել է 42.165.605 դրամ։ Շինարարական աշխատանքները իրականացնելու համար հայտարարվել է մրցույթ։ Այս բնակավայրում նախատեսված է իրականացնել 2400 գծամետր փողոցային հուսավորության անցկացում, ձեռք է բերել նախագծային փաստաթղթերը և փորձաքննության եզրակացությունը։ Ծրագրի նախագծային արժեքը կազմել է 18.682.810 դրամ։ Ձեռք է բերվել Վարդենիս համայնքի և 34 բնակավայրի սպասարկման համար ավտոաշտարակ, որի պայմանագրին արժեքը կազմել է 26.994.000 դրամ։ Ավտոաշտարակը արդեն օգտագործվում է համայնքի բնակավայրերի կարիքների համար, նույնիսկ այս պահին։ Ազատ բնակավայրում 2000 գծամետր ոռոգման համակարգի կառուցում, որի արդյունքում մշակելի է դառնալու գյուղատնտեսական նշանակության շուրջ 60 հեկտար հողատարածք։ Ոռոգման համակարգից օգտվել են ազատ բնակավայրի շուրջ 35 տնային տնտեսություն։ Հայտարարվել է նախագծահաշվային փաստաթղթերի և փորձաքննության եզրակացության ծառայությունների ձեռքբերման մրցույթ, նախագծահաշվային արժեքը կազմում է 113.144.019 դրամ։ 8 բնակավայրի խմելու ջրի, ջրագծի և այլ բնակավայրի լուսավորության կանխիշնորհական աշխատանքների իրականացման համար արդեն իսկ հայտարարված է մրցույթ։ Այսքանը մեր հարցի վերաբերյալ ավարտաններ։ Եթե առաջարկություններ կան, խնդրեմ, ասալով։ Ուրեմն ազատ բնակավայրում 2 կիլոմետր ծամեքի ոռոգման համակարգի կառուցում, այս համակարգը մեխանիկական ոռոգում է իրականացնելու, ինքնահոս ոռոգման միջոցով իրականացնելու միակ ուղղակի բան։ Մեխանիկական չէ, ինքնահոս համակարգով մենք նախատեսվել ենք 2400 գծամետր ինքնահոս համակարգով, որպեսզի կարողանանք և մեր աշխարհներով մոտավորապես 30 դոլարային տնտեսություն օգտվել են այդ համակարգով։ Կներեք պարոն Խաչատրյան, փոխկապակցված ծրագիր եք իրականացնում, սուբվենցիոն ծրագրերով նաև ազատ յուղում խորքային վրա կառուցվելու զրոյից։ Արդեն այդ հաստատություն ձեռքված հարցեր միասին։ Այսքան և խորքային հորա, որտեղ մենք ունենք երկու խորքային Մասնավորները ծախսման ծրագրերով իրականացվում է ոռոգումը, սուբվենցիոն ծրագրերով խորքային է։ Հիմա այն տնտեսությունները, որոնք այդ մասնավորների ծրագրով, որոնք որ պետք է օգտվեն դրանից, իսկ կան տնային տնտեսություններ, որոնք համակարգից մեր այդ խորքային հորա խփերի հետ կապված նրանից էլ կօգտվեն։ Մի խոսքով ամբողջ բնակավայրը կարծում եմ, որ արդեն աշխատանքներ տվյալ պարլամենտ են սկսել։ Եթե հարցեր չկան, հարգելի հավաքականներ, քրեատվություն, ովքեր են կողմ։ Բոլորը կողմ, դեմ, դիալոգ չկա, անցնում ենք օրակարգի երրորդ հարցին։ Վարդենիս համայնքի գյուղամասար բնակավայրի հիմնանորոգվող մանկապարտեզի շենքի ավելացող աշխատանքների համար համայնքի բյուջեից գումար արտադրելու մասին։ Արդեն հարգելի հավաքականներ, գիտեք, որ մեր գյուղամասարի մանկապարտեզը, որը երկու խմբանոց մանկապարտեզ է, 50-ից 60 երեխաների համար, արդեն իսկ պատրաստման և ավարտման փուլում է, այնտեղ որոշակի աշխատանքներ կան, որ դեռևս մնացել են չենք իրականացնել, ուստի աշխատանքներ կան, այնտեղ խոսքը վերաբերում է հանձնաժամերի հետ կապված սանդղակին, որ մենք պետք է այդ կոպիտ ասած լիստը որ պետք է ետի մնանք և մնացած այդ աշխատանքների համար, որ պետք է մեր բյուջեից գումար պատկասնենք, որպեսզի կարողանանք այդ աշխատանքները բոլորը ավարտին հասնել։ Ուստի մանկապարտեզի շենքի ավելացող աշխատանքների նախատեսվածի համար 51-13 տնտեսագիտական հոդվածից ցանկված կարգով առաջարկում եմ տրամադրել 9.349.454 դրամ, որպեսզի մենք կարողանանք լիովին և լիարժեք աշխատանքները ավարտել մեր գյուղամասարի մանկապարտեզում։ Դավանանք
շինարական ծավալակերպում ամեն ինչ ներկայացված է, որը նախագծինքից տրված ուտես։ Մենք նախորդ հավաքանիշներին ևս կարծեմ հատկացում արել ենք։ Գյուղամասերի մանկապարտեզին, Դա Սիմոն ջան, ստեղ աշխատանքներ կարող է ծրագրի իրականացման պետական բյուջեի միջոցների հաշվին, սակայն այս աշխատանքները, որոնք ծավալաթերթով կցված են ձեր նախագծերի, այդ աշխատանքները ներառված չեն նախագծի մեջ։ Այս կզովակների հետ կապված, որ ամեն մուտքի դեմ փակած լինի, հաջորդը մտեղ աշխատանքներ կդրսի բակի արտադրման աշխատանքներ, այս բոլորը նշված է, չէ՞։ պատերի սաղավի հետ, կզորակների հետ, լիֆտնա, Սրավ շինարական նախագծի մեջ չի ներառվել։ նախագիծը բան կա, որ նախագծի մեջ ներառվել, ծավալաթերթի մեջ չկա, բան կա, որ ծավալաթերթի մեջ ներառվել, բայց նախագծի մեջ չկա։ Ուստի մենք նորից նախագծային աշխատանքները նորից վերամշակել ենք և գումարը առաջացել, որպեսզի մենք այդ գումարը տրամադրենք, որ կարողանանք շինարական աշխատանքներն ավարտին հասցնել։ Համանքային բյուջեից մոտավորապես 10 նախորդան դերսի նախորդի հատկացվածը մենք ստեղ պրոստով նախագծի մեջ կան փոփոխություններ και նախորդը ինչ է որ կարելի պակասել, ավելացնել է։ վերջնալի համանքային բյուջեից ենք վճարում։ Այն բանցած գումարը 3 միլիոն դրամի կարգ էր, չի 3 միլիոնի կես։ Էսը 9 միլիոնի մեջ է, դեռ մենք այդ որոշումը Այսինքն այն ինչ որ արտացվել է, ներառված է։ Այո, ներառված է, ճուղակի որոշումն է։ Այն որոշմաններ մենք արդեն հաջորդ հավաքականությամբ փոփոխության ենթարկել։ Որ ավելի հասկանալի է։ Միանշանակ այն գումարը սրա մեջ ներառված է։ Ընդհանուր էս 9 միլիոն Ընդհանրեն համայնքի բյուջեի ստեղծումը 9 միլիոն 249,454 դրամ։ Եթե հարցեր չկան, հարգելի հավաքականներ, քվեարկություն, ովքեր են կողմ։ Բոլորը կողմ, դեմ ձեռնպա չկա։ Անցնում ենք օրակարգի 4-րդ հարցին։ Վարդենիս համայնքի ավականու 23 դեկտեմբերի 2025 թվականի Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում մասնակցային բյուջետավորման գործընթաց սկսելու մասին N185 որոշման մեջ փոփոխություն և վերացում կատարելու մասին։ Ինչպես գիտեք, Վարդենիս համայնքը 2026 թվականից սկսել է իրականացնել մասնակցային բյուջետավորման գործընթացը։ Մասնակցային բյուջետավորման գործընթացի ընթացքում բնակիչների կողմից ներկայացվել է 7 առաջարկներ, որոնցից 2-ը չեն համապատասխանել գործընթացի չափորոշիչներին, իսկ մնացածը 5-ը դրվել է քվեարկության։ Համայնքի բնակիչների կողմից ամենաշատ քվե է ստացել Վարդենիս համայնքի բնակիչ Երջանիկ Հակոբյանի ներկայացված հավասար մանկություն ծրագիրը, որոր ներկայացված ծրագիրը համապատասխանել է մասնակցային բյուջետավորման գործընթացի չափորոշիչներին, նախորդ որոշման մեջ ներկայացել է համայնքի ներդրման չափը և ներառված չի եղել պետության կողմից սահմանված 49 միլիոն 377,400 դրամը։ Ուստի ինչի մասին է խոսքը, առաջարկում եմ 2025 թվականի N185 որոշման 3 կետում մինչև 9 միլիոն դրամ բառակապակցությունը փոխարինել մինչև 59 միլիոն դրամ բառակապակցությամբ։ Հասկացամ, չէ՞, արգելի։ Այսինքն երկու նախագծի ֆինանսավորման Չէ։ Թեմեն աշխատիչ։ Ձուներն անցած մենք որոշմաններ 2025 թվականի հավաքական որոշման մեջ մենք 9 միլիոն ենք հաստատել, մենակ համայնքի մասնաբաժինը, բայց պետության կողմից տրվում 49 միլիոնը չէինք հաստատել։ Հիմա դառավ 59 միլիոն դրամ, որից 49 միլիոն դրամը հանձնաժողովը համայնքի ղեկավարի գլխավորությամբ տրամադրել է Բանավան թաղամասում նոր այգի կառուցելու համար, իսկ 10 միլիոն դրամը հատկացվել է ծովակի մշակույթի պալատի դեր կինո դալիչ վերանորոգման աշխատանքների համար, ուղղակի ծովակը բավականաչափ բարձր քվեարկություններ իրականացել, ճիշտ է Վարդենիսն առաջինտեղ գրավեց, բայց դրա համար երկրորդ տեղին էլ ենք միջով գումար հատկացել, բայց Բանավան թաղամասում շուտով կունենանք, երևի այս տարվա մինչև աշնանակ կունենանք շատ լավ նկարում հատկացված այդ մենք այգի թաղամասում, որ
30 քանի տարի մենք բանավանում այգի չենք ունեցել։ Ողջույն, այսինքն մեր համայնքի բյուջեից 19 միլիոն։ Համայնքի բյուջեից ընդամենը 9 միլիոն, պետք է կառավարության կողմից հատկացման 49 միլիոն։ Դա չարժի վիտորին այդ պատկերն ստացել։ Եթե Դե շատրվանային համակարգ կա, որ ասա։ Ինքուն Շատրվանային համակարգը կա, հիմա մենք ուզում ենք ոչ ավելի արդիականին ձայնային լինի, բանավանցիները անուշակության չմատմեն համայնքի ղեկավարի հանձնարարականները, այդ այգի կստանան այդ պատկերը։ Կարող է չափսերով մի քիչ փոքր լինի, բայց պատկերն կստանան Իրանոսյան։ հիմա որ նայեք ասենք տվյալ դիրքից կամ ոնց որ ասենք ցածա մենք որ նայում ենք, եկեք մտածում եմ, որ նույնիսկ մեր բժշկին մտածես կարող ունի 100 միլիոն դրամ գումարատել, բայց այդքան մեծ չի, ինքը չափսերով որ հաշվարկում ես չափսերը կապում ես տվյալ գումարի հետ կապված, դե ստանդարտ գույություն ունի քառակուսի համար, մոտավորապես մեր տիպը կապնում է։ Կարող է 1 միլիոն ավել կամ 1 միլիոն պակաս կամ կարող է տվյալ տարածքի տարածքի մեջ մինի ֆուտբոլի բան կա։ Եթե հետը վերանորոգում ենք, հետը մինի ֆուտբոլի դաշտ ունենք, հետը վերանորոգելու ենք, ճիշտ է, այս բանին ակտիվ մասնակցեցին, բայց ես ուզում եմ իմ մեծ շնորհակալություն հայտնեմ մեր Վարդանիսցիներին, բանավանի ժողովրդին, որոնք կարողացան ակտիվ մասնակցեցին եւ մենք տվյալ քրում շահեցինք եւ այս ծրագիրը անելու ենք խաղաղապահ մեր բնակիչների եւ նույնիսկ իմ շնորհակալություն եւս հայտնում եմ ծովացիներին, որոնք իրերի ինքնին մասնակցություն ունեցան տվյալ հարցի հետ կապված շատ զարմանալի է ակտիվիստների պասիվությունը։ երկրորդ Վարդենիսի համար Ոչ միայն, Վարդենիսի համար է, ներդրում Քվեավորության համար 3 նախագծի պետք է մեկ մարդը քվեալի էր, չէ։ 4 Չէ, մեկ մարդը քվեարկել 3 մեկը մի չէ, ուղղակի այդ չեն իմացել։ դա Ընդհանուր էտա չեն իմացել, թե չէ ցուցանիշը շատ է։ Մի խոսքով շնորհակալություն բոլոր մեր բնակիչներին, 34 բնակավայրի եւ Վարդենիս պարկի բոլոր բնակիչներին իրենց ակտիվ մասնակցության համար։ Եթե դեռ հարցեր չունեք, քվեարկություն ովքեր եք կողմ։ Բոլորը կողմ, դեմ, ձեռնպահ չկա։ Անցնում ենք օրակարգի 5-րդ հարցին։ Վարդենիս համայնքի ավականու 28 նոյեմբերի 2025 թվականի Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմի 2026 թվականի կառուցվածքը, աշխատակիցների թվականակը, հաստիկացուցակը եւ պաշտոնային դրույթաչափերը հաստատելու մասին N164A որոշման մեջ փոփոխություն եւ զարգացում կատարելու մասին։ Հարգելի գործընկերներ, 2025 թվականի նոյեմբերի 28-ի Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների թվականը հաստիկացուցակը եւ պաշտոնային դրույթաչափերը հաստատելու մասին N164A որոշման մեջ կատարելու փոփոխություն, որոշման հավելվածի 61-րդ տողի էլեկտրիկ 0.5 հաստիկային միավորը փոխարինել էլեկտրիկ 1 միավորով։ Ավելվածը կցնել։ Եթե առաջարկություններ կան խնդրեմ, եթե ոչ քվեարկություն, ովքեր են կողմ, բոլորը կողմ, դրանք ձեռնպահ չկա։ Այս հարցն Շվոյանը անցնենք ու ընդվիճ ընթանք։ Ինչը փասելի փաշոց ասել եք։ Չէ, այն հարցը ավելի արագ կանենք, էլի։ Անցնում ենք օրակարգի 6-րդ հարցին։ Վարդենիս համայնքի ավականու 28 նոյեմբերի 2025 թվականի Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի 2026 թվականի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների հողակների եւ բյուջետային հիմնադրամների աշխատակիցների թվականակը հաստատակցը եւ պաշտոնային դրույթաչափերը հաստատելու մասին N165 որոշման մեջ փոփոխություններ եւ վերացում կատարելու մասին։ Հարգելի գործընկերները, առաջարկում եմ Վարդենիս համայնքի ավականու 2025 թվականի նոյեմբերի 28-ի
Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների երկու ջրային հիմնադրամների 2026 թվականի հաստատակցությունները աշխատակիցների թվականակը եւ պաշտոնային դրույքաչափերը հասնելու մասին N165A որոշման հավելացում կատարել հետեւյալ փոփոխություններ։ Մենք շարունակաբար վերանայում ենք բոլոր ողակների հաստատակցությունները եւ հնարավորության սահմաններում մեր գումարի եւ մեր բյուջեի հետ կապված հնարավորության սահմաններում պարբերաբար փորձում ենք բարձրացնել աշխատակիցների աշխատավարձերը, հասցնելով ապահովագրության նվազագույն շեմին։ Առաջին, Գեղարքունիքի մարզի Վարդենիս կոմունալ տնտեսության եւ արկարկում ողակ բաժնում ավելացնել Խաչակույր բնակավայրի գերեզմանոցի պահակ, աստիկային միավոր եւ կամազներ օրաբարձով 13500 բարելը փոխարինել կամազներ օրաբարձով 20000 բարելով համաձայն հավելվածի։ Ստե բոլորի արդեն պարզաբար մի գերեզմանոցի պահակ, որը խիստ անհրաժեշտություններ է ստացվում, Խաչակույր բնակավայրի գերեզմանոցի համար իսկ կամազներ այս օրաբարձով 13500 մենք արել են 20000, որպեսզի մարդիկ կարողանան գոնե 10-4 կամ 15000 մաքուր ստանան։ Մյուսը, Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի թիվ 1 մարզադեպով ծովակ բաժնում ավելացրել հավաքարար հաստիկային միավոր համաձայն հավելվածի որերի կցվածա։ Մյուսը, Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Հռաֆիկ Եսայանի անվան քաղաքային մարզադեպով ծովակ բաժնում ավելացնել բասկետբոլի մարզիչ 1 հաստիկային միավորը համաձայն հավելվածի։ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Բանավան մանկապարտեզի զոհակ բաժնում տնօրենի հաստիկային միավորի պաշտոնային դրույքաչափում կատարել փոփոխություն եւ լվացքարար 0.5 հաստիկային միավորը փոխարինել լվացքարար 1 հաստիկային միավորով համաձայն հավելվածի։ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի գեղամասար բնակավայրի մանկապարտեզի զոհակ բաժնում տնօրենի հաստիկային միավորի պաշտոնային դրույքաչափում կատարել փոփոխություն համաձայն հավելվածի, այսինքն կատարել փոփոխություն հավասարեցնել մյուս մանկապարտեզի երկխմբանոց մանկապարտեզի տնօրենի աշխատավարձերը, ոչ թե ինչ-որ ձևով ավելացնել։ Որ օգտվեն ապահովագրության ծառայություններից։ Մյուսը Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Կարճակույր բնակավայրի թիվ 1 մանկապարտեզի զոհակ բաժնում ավելացնել օժանդակ բամբոր հաստիկային միավորը եւ մեթոդիստի 0.25 հաստիկային միավորը փոխարինել մեթոդիստ 0.5 հաստիկային միավորով համաձայն ըստ հավելվածի։ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի ծովակ բնակավայրի մշակույթի տան հողաբաժնում ավելացնել տնօրենի տեղակալի հաստիկային միավորը համաձայն ըստ հավելվածի։ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի թիվ 2 մանկական երաժշտական դպրոց զոհակ բաժնում ավելացնել երաժշտական ոգիների պահպանման պատասխանատու հաստիկային միավոր համաձայն հավելվածի։ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի ակուն բնակավայրի Եդեմական պարտեզի մանկապարտեզում հողակ բաժնում տնօրենի հաստիկային միավորի պաշտոնային դրույքաչափում կատարել փոփոխություն համաձայն հավելվածի, որը նույնպես չի բարձրացում, այլ հավասարեցվում է, որպեսզի ապահովագրության հետ կապված մասնակցի կամ հիմնական այսօրվա մեր փոփոխությունները հիմնականում հարգելի ավանդույթներ ասպայն էին, եթե հարցեր առարկություններ կանխատեն, եթե ոչ, վերացություն։ Ովքեր եք ով, բոլորը ով, դեմ, դեռեկան չկա։ Եկեք 15 րոպե ընդվիճում։ Հասնենք օրակարգի 7-րդ հարցին։ Վարդենիս համայնքի ավականու 21 հոկտեմբերի 2025 թվականի Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում ներհամայնքային հասարակական տրանսպորտի աշխատանքի կազմակերպման նպատակով տրանսպորտային միջոցներ ձեռք բերելու համաձայնություն տալու մասին N144 որոշումներ փոփոխություն եւ դարաշրջան կատարելու մասին։ 2025 թվականի հոկտեմբերի 21-ի ավականու նիստին թույլատրվել համայնքի ղեկավարին ներհամայնքային հասարակական տրանսպորտի աշխատանքի կազմակերպման անհրաժեշտությունից ելնելով թույլատրել համայնքի բյուջեի միջոցներից լիզինգային կարգով կամ օրենքով սահմանված կարգով այն եղանակով ձեռք բերելու 18 եւ ավել նստատեղ ունեցող անհրաժեշտ քանակի հետ տեսակի 12 մարդատար տրանսպորտային միջոցներ, սակայն համայնքի բոլոր բնակավայրերը եւ Երևան Վարդենիս ճանապարհահատվածի պատշաճ որակով եւ ամբողջական սպասարկման համար անհրաժեշտություն կա ձեռք բերել 27 տրանսպորտային միջոցներ, որոնցից 3-ը հարմարեցված են հաշվանդամություն ունեցող անձանց հետ։ Այսինքն մենք
եթե այն առաջ 12 հատ էին դրել, դա համարվում էր մեր համարկային ճանապարհների համար, բայց քանի որ Մարտունից Երևան գիզներ, արդեն մենք նույն փաթեթով մարշրուտի պետք է մասնակցենք, արդեն միկրոավտոբուսների գազելների թիվը հասել է 27-ին, սա է հիմնականում։ Առաջարկում եմ որոշման առաջին կետում ձեռք բերել թվով 12 մարդատար տրանսպորտային միջոցների նախադասությունը փոխարինել ձեռք բերելու թվով 27 մարդատար տրանսպորտային միջոցներ, որոնցից 3-ը հարմարեցված են աշխատանքություն ունեցող անձանց համար նախադասության։ Հասկացաք։ Այսինքն Վարչինից Երևան եւ Երևան Վարչինից փոխադրումները համայնքային ենթակայության այսպես Այո։ Հիմա նայեք, ես անցած անգամ էլ ասեի, մենք դերնից ասենք սկզբից մեր համայնքային մեր տրանսպորտի համար մեր հաշվարկով հաշվարկված էր, որպեսզի 12 միկրոավտոբուս է պետք, որպեսզի մենք այդ բոլոր գործողությունները կատարենք, բայց քանի որ այս փաթեթի մեջ մտնում է նաև Վարդենից Երևան գիզներ, դրա համար 12 միկրոավտոբուսով ինչ են գնալ, ներհամայնքային եւ միջհամայնքային բոլոր այդ վերափոխադրումները մենք ամեն ինչ անենք, դրա համար պակասում էր։ Եվ հաշվարկելով 3 հատ մենք որ պետք է 3-ից 5 հատ միկրոավտոբուս պետք է այն որ այլաց ունենանք, որ եթե մի միկրոավտոբուս փչանում է, այն մյուսը պետք է հանենք բերենք։ Հաշվարկելով տվյալ քանակը ներհամայնքային եւ միջհամայնքայինի համար մեզ ընդհանրապես պետք է 27 միկրոավտոբուս։ Դրա համար 12 միկրոավտոբուս բարելը փոխարինել 27-ով, այսինքն մեզ այս պայմանը պետք է 27, որպեսզի մենք կարողանանք մենք աշխատանքները պատշաճ կատարել։ Ուղիղ ասած համակարգում եւ աշխատանքների կոորդինացիան համակարգապետարանի կողմից։ Այո։ Աշխատանքների կոորդինացման համայնքապետարանի կողմից ստեղծված հիմնադրված ավտոբուս ՊՏ-ի կողմից։ Ավտոբուս ՊՏ-ի կողմից։ Եթե իհարկե Սիմոն ջան, ամսի 27-ին տարածքային նախաձեռնություն մրցույթը շահելու դեպքում նոր եկամենք պետք է մարշրուտին մասնակցեն, տարածքային նախաձեռնություն, մարշրուտը շահելու դեպքում այդ ինչ որ ասեն, բոլորը մենք ունենանք։ Եթե չեմ սխալվում, մեքենաների ձեռքբերումը, ասենք կոնկրետ մեքենայի բաղնիչի հետ կապված արդեն կաշել է։ Մեքենաների մասնիչների հետ կապված երկու կազմակերպություն արդեն հաղթել են, երկու տեսակի գազել Next, չէ, եւ Jack տեսակի միկրոավտոբուսներ են բերել, 27-ից որոշակի քանակի մի կազմակերպություն շահել, որոշակի քանակի մյուս կազմակերպություն շահել։ Մենք էլ հաշվառնելով տվյալ հանգամանքը որոշակի Jack միկրոավտոբուսները տրամադրենք Վարդենից Երևան գծին, մյուս միկրոավտոբուսները տրամադրենք դրամարկային մեր ուղևորների համար։ Բացարձակապես բոլորովին նոր գործարանային երաշխավորված բոլորովին նոր միկրոավտոբուսներ, բոլորը 27-ն ոչ մի տեսակի մենք միկրոավտոբուս չունենք, որ մի որոշակի քառակի կիլոմետր շրջանում։ Եթե հարցեր չունեք, հարգելի ավականներ, քվեարկություն, ովքեր են կողմ, բոլորը կողմ, դեմ, ձեռնոպար չկա։ Անցնում ենք օրակարգի 8-րդ հարցին։ Վարդենիսի տրանսպորտ փակ բաժնետիրական ընկերության անհատույց օգտագործման իրավունքով հույս հանձնելու մասին։ Խոսքը վերաբերում է Վարդենիս համայնքի կարիքների համար ձեռք բերող 27 մարդատար տրանսպորտային միջոցների շահագործման համար անհրաժեշտ է տրանսպորտային միջոցները անհատույց օգտագործման իրավունքով անժամկետ հանձնել Վարդենիսի տրանսպորտ փակ բաժնետիրական ընկերությանը։ Քանի որ արդեն բացել են մեր Վարդենիսի փակ բաժնետիրական ընկերությունը եւ այս միկրոավտոբուսները մենք օգտագործման իրավունքով անժամկետ անհատույց հանձնում ենք Վարդենիսի տրանսպորտ փակ բաժնետիրական ընկերությանը։ Ձեզ էլ ներկայացված է ուղևորատար ավտոմոբիլների տեխնիկական բնութագրեր, 3 տարբեր տեխնիկական բնութագրեր։ Եթե հարցեր առագործություններ չկան, հարգելի ավականներ, քվեարկություն։ Ովքեր են կողմ, բոլորը կողմ, դեմ, ձեռնոպար չկա։ Անցնում ենք 9-րդ հարցին։ Վարդենիս համայնքի Վարդենիս քաղաքի Մաշտոցի փողոցի 3/1
հասցեի անշարժ գույքը Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղին անատույց և անժամկետ օգտագործման տրամադրելու մասին։ Առաջարկում եմ Վարդենիս համայնքի սեփականություն հանդիսացող Վարդենիս քաղաքի Մաշտոցի փողոցի 3/1 հասցեի SS ծածկագրով 272 հեկտար հողամասը սեփականության իրավունքի վկայական ակտն ունեք ձեր մոտ անատույց և անժամկետ օգտագործման տրամադրել Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղին դպրոց և մանկապարտեզ 700 դպրոց հասակ աշակերտի 150 նախադպրոցական սաների համար, ինչպես նաև համայնքային կլինիկա և Թումո նորվական կենտրոն կառուցելու նպատակով։ Սրա մասին արգելի ավականներ դու գիտեք, մենք արդեն սրա մասին խոսացել ենք, շատ ընթեր ծրագիր, որ սարքում է շատ սիրուն նկարել գիտեմ, որ տեսել էիք չէ նկարը, նկարել տեսել էիք, համ մանկապարտեզ, համ դպրոց, համ Թումո կենտրոն, համ պոլիկլինիկա, լիքը աշխատատեղեր կունենանք և մեր բնակիչների, մեր սաների, մեր նախադպրոցական և կրթական մեր երեխեքի բարձր կապով։ Իմիջիայլոց հաջորդ շաբաթվա մեջ սկսում է Թումո կենտրոնի շինարարական աշխատանքները, հաջորդ շաբաթվանից սկսում է։ Նոր դրանից հետո Թումո կենտրոնը կավարտելուց հետո կանցնեն հիմնական մնացած արդեն շինարարական աշխատանքների։ Հենց որ սկսում ենք մեկ ամիս, մաքսիմում 2 ամիս հետո մենք այդ շինարարական աշխատանքները սկսում ենք։ Եթե հարցեր չկան, քվեարկություն ովքեր եք կողմ։ Բոլորը կողմ, դեմ, ձեռնպա չկան։ 15 րոպեություն, որից հետո շարունակենք մեր աշխատանքները։ Անցնում ենք օրակարգի 10-րդ հարցին։ Վարդենիս համայնքի սեփականություն հանդիսացող հողերի կառավարման 2026 թվականի ամենանոր ծրագիրը հաստատելու մասին։ Արգելի հավաքաններ, առաջարկում եմ հաստատել Վարդենիս համայնքի սեփականություն հանդիսացող հողերի կառավարման 2025 թվականի ամենամյա ծրագիրը, ծրագրով կարգավորել են 2025 թվականի ընթացքում հողերի նպատակային և ծրագրային կառավարման հետ կապված հարաբերությունները, ներառյալ գույքագրման, հաշվառման, գնահատման, համայնքային սեփականության իրավունքի պետական գրանցման, աշխատանքների կազմակերպման, հողերի պահպանվածության ապահովման ու կառավարման նկատմամբ վերահսկողություն իրականացման հարաբերությունները, ինչպես նաև համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման ու բյուջետային քաղաքականության ուղղություններով սահմանված խնդիրները։ Ծրագրի նպատակաուղղվածությունը համայնքի սեփականություն հանդիսացող հողերի օգտագործման արդյունավետության բարձրացման և համայնքի հողային պաշարների կառավարման, տիրապետման, օգտագործման ու տնօրինման բնագավառում համայնքային միասնական քաղաքականության սահմանման, համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման և համայնքի 2022-2026 թվականների հնգամյա ծրագրի զարգացման սահմանված խնդիրների լուծման, որոնք հանդիսանում են համայնքի հնգամյա զարգացման ծրագրերի բաղկացուցիչ մասը։ Կարծում եմ բոլորը կարծես սրա հետ կապված գիտեք, տեղյակ եք, առաջարկում եմ հենց առաջին դիտով հաստատել Վարդենիս համայնքի սեփականություն հանդիսացող հողերի կառավարման 25 թվականի ամենամյա ծրագիրը։ Ուրեմն ասում թե 26 է, տեխնիկական Չէ, մենք 25 թվականին հաստատեցինք, հիմա այս բանից հաստատում 2022-2026 թվականին, բայց 25 թվականին մենք արդեն իրար հետ միասին հաստատել էինք։ Հա, այստեղ ուրեմն տպագրական ինչ-որ խնդիր կա, դեպի ում բանի որոշման նախատեսություն։ Չէ, Սիմոն ջան, ինձ տեսնել հետո շարունակում է, շարունակում է հատասությունը, ծրագրով կարգավորվելու են 2025 թվականի ընթացքում հողերի նպատակային և ծրագրային կառավարման հետ կապված հարաբերությունները, ներառյալ գույքագրում է իրականացվում, թե տվյալ հողը եթե օրինակ է արտադրականա ու իր գործառնականնշանակությունն ծառայել է նպատակին, թե չի ծառայել, այդ սխեմում է, 25 թվականի մասին է խոսքը։ Եթե հարցեր չկան, քննարկություն, ովքեր են կողմ։ Բոլորը կողմ, դեմ, ձեռնպա չկա, անցնում ենք օրակարգի 11-րդ հարցին։ Վարդենիս համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը աճող վաճառքով օտարելու թույլատվություն տալու և մեկնարկային գին սահմանելու մասին։ Վարդենիս համայնքի սեփականություն հանդիսացող լուսական բնակավայրի երկրորդ փողոցի 27 հողամասի ծածկագիր S-ին ծածկագիր սեփականության իրավունքի S վկայականով էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտի էներգետիկայի հողերը 2.4 հեկտար հողամասը օտարել աճող վաճառքի միջոցով։
մեկնարկային կիսամներ համաձայն ներկայացված անշարժույթի գնահատման հաշվետվությանը։ Երկրորդ, Վարդենի համայնքի սեփականություն հանդիսացող լուսավորող բնակավերի երկրորդ խորհրդի դրոպտեր ծովամասի ծածկագիրեցին սեփականության իրավունքի վկայականեցին էներգետիկայի կապի տրանսպորտի կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտի էներգետիկայի հողեր երկրորդ հողմասը օտարել արդյունք վաճառքի միջոցով։ Մեկնարկային կին սահմանել ներկայացած անշարժույթի գնահատման հաշվետվության։ Երրորդ, Վարդենի համայնքի սեփականություն հանդիսացող լուսավորող բնակավերի երկրորդ փողոցի երկրորդ դրոպտեր կողմացի ծածկագիրեցին սեփականության վկայական Այսինչ էներգետիկայի կապի տրանսպորտի կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտի էներգետիկայի հողեր 1.7 հեկտար հողմասը օտարել արդյունք վաճառքի միջոցով մեկնարկային սահմանել տվյալ ներկայացված անշարժույթի գնահատման հաշվետվության։ Չորրորդ, Վարդենի համայնքի սեփականություն հանդիսացող լուսավորող բնակավերի երկրորդ փողոց 23 կողմացի ծածկագիրեցին սեփականության վկայական SS վկայականով էներգետիկայի կապի տրանսպորտի կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտի էներգետիկայի հողեր 2.7 հեկտար հողմասը օտարել արդյունք վաճառքի միջոցով։ Մեկնարկային կին սահմանելով ներկայացված անշարժույթի գնահատման հաշվետվության հիմնադրամ։ Վարդենի համայնքի 5-րդ սեփականություն հանդիսացող լուսավորող բնակավերի 2.5 հեկտար սեփականության դիտումունքի SS վկայական գյուղատնտեսական նշանակության բարելավված ծածկագիրեցին օտարել արդյունք վաճառքի միջոցով։ Մեկնարկային կին սահմանել համաձայն ներկայացված անշարժույթի գնահատման հաշվետվության միավորի ճշգրտված արժեքով։ 6-րդ, Վարդենի համայնքի սեփականություն հանդիսացող լուսավորող բնակավերի 2.8 հեկտար սեփականության իրավունքի վկայական գյուղատնտեսական նշանակության բարելավը ծածկագիրեցին օտարել արդյունք վաճառքի միջոցով։ Մեկնարկային կին սահմանել համաձայն ներկայացված անշարժույթի գնահատման հաշվետվության միավոր ճշգրտված արժեքով։ Արգելի հավաքաններ, ես որ ասի ենք այն արտահայտավոր դրել ենք, հենց սրա համար ենք դրել, որպեսզի մենք կարողանանք վաճառքի միջոցով հնել եւ ներդրումային ծրագիրը հաստատել դրել համայնքում։ Եթե հարցեր առաջարկություն կան, խնդրեմ, եթե ոչ, քվեարկություն ովքեր ենք ով դեն դեռնված չկա։ Ասում ենք օրակարգի 12-րդ հարցին։ Վարդենի համայնքի ավարտանի 14 նոյեմբերի 2024 թվականի համայնքային շահերի պաշտպանության համար դատարանի հայտ ներկայացնելու մասին N168-ի ավորոշմաններ փոփոխություն եւ լրացում պատերազմի մասին։ 2024 թվականի նոյեմբերի 14-ին համայնքային շահերի պաշտպանության համար դատարան հայտ ներկայացնելու արգելի հավաքաններ, ես գիտեք ինչի մասին մենք որ փոքր մասրիկի հետ կապված դատարան ներկայացրել էին, քանի որ մեր Սպարտակին, Հովհաննեսյան Սպարտակի ID քարտի հետ կապված խնդիրներ կար, ուստի առաջարկում եմ հիմք ընդունված Սպարտակ Հովհաննեսյանի անունով ազգանունով փոխարինել Աշոտ Խաչատրյանին, մեր գերադին, Աշոտ Խաչատրյանով, որպեսզի մենք կարողանանք տվյալ գործողությունները կատարել։ Եթե հարցեր չկան, քննարկություն, ովքեր ենք ով։ Բոլորը ով դեն դեռնված չկա։ Ասում ենք օրակարգի 13-րդ հարցին։ Վարդենիսի համայնքապետարանի եւ ենթակա կազմակերպությունների ամենամյա գույքագրման արդյունքները հաստատելու մասին։ Հանձնաժողովի միջոցով կատարվել է ամենամյա գույքագրում։ Առաջարկում եմ հաստատել Գեղարքունիքի մարզի Վարդենիսի համայնքապետարանի եւ ենթակա կազմակերպությունների գույքի հիմնական միջոցների 2025 թվականի գույքագրման տարեկան արդյունքները։ Հիմնականում արդեն պարզաբանել է ամեն տարի մենք ունենք մեր հանձնաժողովը, որոնք գույքագրում են կատարում եւ ներկայացնում են իրենց աշխատասիրությունը։ Եթե հարցեր չկան, քննարկություն ովքեր են ով։ Բոլորը ով դեն դեռնված չկա։ Ասում ենք օրակարգի 14-րդ հարցին։ Վարդենի համայնքի ակումբ բնակավերի բնակիչ Ջենիլ Խաչատրյանի պատկանող SS Մակնիշի SS Պետրամանիշի ավտոնեկայի կուտակված ապարտը օրենքով սահմանված կարգով ամբողջոն զիջելու մասին խոսքը գնում է 70,000 դրամի մասին, թե 79,700 դրամի մասին, առաջարկում եմ զիջել ամբողջությամբ հարգելի հավաքաններ։ Ապարտնա թե ապարտնա։ Ընդամենը բոլորը իր այդ մասին 79,700 դրամ։ Եթե առաջարկություններ չկան, քննարկություն, ովքեր են ով։ Բոլորը ով դեն դեռնված չկա։ Ասում ենք օրակարգի 15-րդ հարցին։ Վարդենի համայնքի Վարդենիսի քաղաքի բնակիչ Գարիկ Մանուչարյանի պատկանող SS Պետրամանիշի SS
ավտոմեքենայի գույքարկի կուտակված ապարքը օրենքով սահմանված կարգով մասնակից զիջելու մասին։ Հարգելի ավականներ, առաջարկում եմ Վարդենի Սամայքի Վարդենից քաղաքի բնակիչ Գարիկ Մանուչյանին պատկանող SS պետամանուշի SS Մագնիշի ավտոմեքենայի գույքարկի 1.458.190 դրամ ապարտիկ օրենքով սահմանված կարգով զիջել 318.541 դրամ, մայր գումարից հանել 433.449 դրամ։ Մնացած պարտավորությունը մարելուց հետո, բայց իմիջիալուց ասեմ, որ պարտավորությունները այս պահին արդեն մարված է, կատարված է պարտավորությունները, իսկ մեքենայի հետ կապված ասեմ, որ մեքենան անպիտանելի, անօգտագործելի վիճակում է, դրա համար հաշվի առնելով գնում ենք այս քայլին։ Եթե առաջարկներ կան, խնդրեմ, եթե ոչ քվեարկություն, ովքեր են թող, բոլորը ով դեմ դերակա չկա։ Անցնում ենք օրակարգի 13-րդ հարցին։ Վարդենի Սամայքի ակումբ բնակավայրի բնակիչ Մելիքսեթ Հովհաննիսյանին պատկանող անշարժ գույքի գույքարկի մասով կուտակված ապարքը օրենքով մասնակի կարգով մասնակի զիջելու մասին։ Առաջարկում եմ ակումբ բնակավայրի բնակիչ Մելիքսեթ Հովհաննիսյանին պատկանող անշարժ գույքի գույքարկի մասով կուտակված 128.476 դրամ ապարտից օրենքով սահմանված կարգով զիջել 33.202 դրամ ուժը, իսկ մայր գումարի որոշ մասը, մնացած պարտավորությունները մարելուց հետո։ Քվեարկություն, ովքեր են կողմ, բոլորը կողմ, դեմ, ձեռնարկված չկա։ Անցնում ենք օրակարգի 17-րդ հարցին։ Վարդենի Սամայքի Վարդենից քաղաքի բնակիչ Սամվել Թովմասյանին պատկանող SS պետամանուշի ավտոմեքենայի գույքարկի կուտակված ապարքը օրենքով սահմանված կարգով մասնակից զիջելու մասին։ Առաջարկում եմ Վարդենից քաղաքի բնակիչ Սամվել Թովմասյանին պատկանող SS Մագնիշի SS պետամանուշի ավտոմեքենայի գույքարկի 562.962 դրամ ապարտից օրենքով սահմանված կարգով զիջել 132.991 դրամ ուժը։ Մնացած պարտավորությունները մարելուց հետո միայն եւ միայն ուժը։ Ովքեր են կողմ, քվեարկություն, բոլորը կողմ, դեմ, ձեռնարկված չկա։ Անցնում ենք օրակարգի 17-րդ հարցին։ Վարդենի Սամայքի Վարդենից քաղաքի բնակիչ Հայկ Սահակյանին պատկանող SS Մագնիշի SS պետամանուշի ավտոմեքենայի գույքարկի կուտակված օրենքով ապարքը օրենքով սահմանված կարգով մասնակից զիջելու մասին։ Առաջարկում եմ Վարդենից քաղաքի բնակիչ Հայկ Սահակյանին պատկանող SS պետամանուշի մեքենայի գույքարկի 839.971 դրամ ապարտից օրենքով սահմանված կարգով զիջել 209.347 դրամ ուժը եւ մայր գումարի որոշ մասը, մնացած պարտավորությունները մարելուց հետո։ Քվեարկություն, ովքեր են կողմ, բոլորը կողմ, դեմ, ձեռնարկված չկա։ Անցնում ենք 19-րդ հարցին։ Վարդենի Սամայքի Եղամասար բնակավայրի բնակիչ Նինա Մերկոնյանին պատկանող անշարժ գույքի գույքարկի մասով կուտակված ապարքը օրենքով սահմանված կարգով մասնակից զիջելու մասին։ Առաջարկում եմ 273.100 դրամ ապարտից օրենքով սահմանված կարգով զիջել 76.559 դրամ ուժը եւ մայր գումարի որոշ մասը, պարտավորությունները մարելուց հետո։ Ովքեր են կողմ, բոլորը կողմ, դեմ, ձեռնարկված չկա։ Անցնում ենք օրակարգի 20-րդ հարցին։ Վարդենի Սամայքի Եղամասար բնակավայրի բնակիչ Ջեմիլա Տաֆուրյանին պատկանող անշարժ գույքի գույքարկի մասով կուտակված ապարքը օրենքով սահմանված կարգով մասնակից զիջելու մասին։ Առաջարկում եմ հարգելի ավականներ, գույքարկի մասով կուտակված 157.100 դրամ ապարտից օրենքով սահմանված կարգով զիջել 73.430 դրամ ուժը եւ մայր գումարի որոշ մասը, մնացած պարտավորությունները մարելուց հետո։ Քվեարկություն, ովքեր են կողմ, բոլորը կողմ, դեմ, ձեռնարկված չկա։ Անցնում ենք օրակարգի 21-րդ հարցին։ Վարդենի Սամայքի ծովակ բնակավայրի բնակիչ Աղաբիկ Խաչատրյանի պատկանող SS պետամանուշի SS ավտոմեքենայի գույքարկի կուտակված ապարքը օրենքով սահմանված կարգով մասնակից զիջելու մասին։ Առաջարկում եմ ավտոմեքենայի գույքարկի 120.841 դրամ ապարտից օրենքով սահմանված կարգով զիջել 26.341 դրամ ուժը, մնացած պարտավորությունները մարելուց հետո, միայն ուժը, ովքեր են համաձայն, քվեարկություն, բոլորը կողմ, դեմ, ձեռնարկված չկա։
Անցնենք օրակարգի 22-րդ հարցին, Արտոնի Սամայքի ծովար բնակարանի բնակիչ Գևորգ Գարստանին պատկանող ՍՍ պետամանեջի ավտոմեքենայի գույքարկի կուտակված ապարքը օրենքով համաձայնելով մասնակից իջելու համար առաջարկում եմ ավտոմեքենայի գույքարկի 79389 դրամապարտից օրենքով համաձայնելով դիջել 17249 դրամ տուժը, միայն տուժը, մնացած պատահությունները մարմնի տեկոն։ Քվեարկություն, ովքեր են կողմ, բոլորը կողմ, չկա։ Անցնենք օրակարգի 23-րդ հարցին։ Վարդերի Սամայքի Վարդենից քաղաքի բնակիչ Արա Ասլայանին պատկանող ՍՍ պետամանեջի ՍՍ մակնիշի ավտոմեքենայի գույքարկի կուտակված ապարքը օրենքով համաձայնելով մասնակից իջելու մասին։ Առաջարկում եմ Արա Ասլանյանի պատկանող ավտոմեքենայի գույքարկի 1,13,532 դրամ ապարտից օրենքով համաձայնելով 275,000 դրամ տուժը և այդ գումարի որոշման մասը մնացած պարտավորությունները մարզի պետան։ Քվեարկություն, ովքեր են կողմ, բոլորը կողմ, դեմ, դեղնված չկա, հասնենք օրակարգի 24-րդ հարցին Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենի Սամայքի շրջանատեսանատող բնակիչների դիմումների քննարկման և դրամական փոխադրություն կառավարելու մասին։ Հարգելի ավականներ, Վարդենի Սամայքի բյուջեի սոցիալական ծախսերից հոդված 47-29 կացարանը վերակառուցելու, կացարանով ապահովելու համար տրամադրել փոխհատուցում շինանյութի տեսքով Վարդենի Սամայքի հետևյալ անապրող բնակիչների համար։ Արտակ Մամիկոնի Գալստյան, Վարդենի 80,000 դրամ։ Նորից ասեմ, որ բոլոր ուսումնասիրությունները կատարվել է մեր քաղաքապետարանի կողմից և բոլորը ներկայացված են իրենց դիմումներով և իրենց ուսումնասիրության արդյունքներով մեզ։ Սարգիս Բարիսի Սարգսյան, Արտոն 80,000 դրամ, Աշխանյան Մարտա, Հակուլ Մելիքի Մելիքյան Վարդենի 50,000 դրամ, Համլետ Վարինակի Սամբայան Վարդենի 80,000 դրամ, Դեմի Գալուշի Համբարձումյան Լուսակին 100,000 դրամ, Զովապողոտամատիկի Հայրակ, Նախշուն Հրաչիկի Վարդարյան Ջարացածը 70,000 դրամ, Նախիտար Գուլվինի Մկրչյան Ախունդ 100,000 դրամ, Զեմտերյա Վարազատի Բերիկոյան 50,000 դրամ, Արսեն Հոբենի Կասպերյան Կարճախտուր 70,000 դրամ, Վարդենի Սամայքի բյուջեի սոցիալական ծախսերից հոդված 47-29 տրամադրել դրամական հատուցում փոխանցում կատարելով դեղատուն կամ բժշկական հաստատություն ապահովություններ ունեցող Վարդենի Սամայքի հետևյալ անապահով բնակիչների համար։ Ռիտա Վարդինակի Տարսարյան Վարդենի 50,000 դրամ, Վարդենի Սամայքի բնակիչ Արևիկ Գուրորյան, ասում եմ առաջին Արևիկ Զորեն արտակ են վարկեսի սանտիվները առաջացել, որ MRT-ի և սանիքսանիք ունի, դեր համար հատկացնում ենք, որպեսզի իրամոտ ամեն ինչ կարողանում հասնել բժիշկի, MRT-ի հետ և մնացած այդ ծառայություններ, մի խոսքով 160,000 դրամ։ Տիգրան Հրանտի Ասլայան, Վարդենիս ճանաչում եք էլի։ Ինքը նա բիրանցան 150,000 դրամ։ Ինքը միլիոնից որտեն ավել է, միլիոնից ոտնան։ Ես ընդունել եմ ճիշտ ասած խոսացել եմ մարզպետները իր կողմից մարզպետարանը դիմա իր 150,000-ը մենք կանենք 200,000 Ոնե կորից նո Կավար կարենամուծա է, մնացած միլիոն կորից 250,000 Ո՞ր չունի ինքը։
Խումբ, հաշմանդամության խումբ, Չի բազում է։ ոչ չի ասում։ Չի ասում։ Չէ, եկել է ճիշտ ասում, եկելանի մոտ, եկելանի մոտ։ Իսկ ասում 45 տարեկան, 50 տարեկանի մոտա, բայց չի ասում։ Չի ասում։ Ինչ իրավունքություն On ben yaptım. Ներառված չի եկել։ Լավ, Տիգրան Հրանտի Ասլանյան, Վարդենիս, 250,000 դրամ։ Ամալյա Չապլինի Գրիգորյան, Վարդենիս, 40։ Դիցոնը նորմալը, 60,000 դրամ։ Քրիստենե Հրանտի Մարտիրոսյան, Շարման, 40,000 դրամ։ Վարդենիս համայնքի բյուջեի սոցիալական ծախսերից հոդված 47-29-ը տրամադրել դրամական հատուցում փոխանցում կատարելով Սամուտի խանութ, բնակիրային օգնության կարիքնոզով Վարդենիս համայնքի հետևյալ անապով բնակիչների համար։ Էլեկա Ալյոշայի Գալստյան 50,000 դրամ։ Վարդենիս համայնքի բյուջեի սոցիալական ծախսերից 47-29-ը տրամադրել դրամական հատուցում ուսման վարձավճարի հատուցում կյանքի դժվարին երաշխում հայտնված Վարդենիս համայնքի հետևյալ անապով բնակչի համար Խաչատրյան Գոհար հայքի 200,000 դրամ։ Ըստ է ահագին մարդիկ կան, որոնց երկրով չեն ճանաչում, չգիտեմ ուսումնասիրան, բայց ուսումնասիրության արդյունքները այդ խաղաղությունը ինչ-որ տասած բերում անով, ես մանրամաս ուսումնասիրում եմ, եկանոր գրում եմ, բայց ուզում եմ ասել, որ շատերին չեն ճանաչում դեպի համար ինչ է տալիս, հավատալի, ձեր նամա, ոնց որ դուք մայր եք։ Եվ ասում ենք ուրակաշակի Միանց դեպ աստվում ենք արել հավաքումներ, վարձավճարի հատուցման հետ կապված Կարճախտուրի բնակիչ Անա Աշտանդիլի Սարգսյան 100,000 դրամ։ Շնան, ես ինչի վերաբերել է, էսա։ Եվ ամենավերջին հայերի աղականներ Վարդենիս քաղաքի Զոբաց ազատամարտիկ Անդրանիկ Ասատրյանի մայր Բելանյա Ասատրյանի որդու Անդրանիկ Ասատրյանի համար ում համար է։ Իր մորը։ Մոր, այսինքն Բելանյա Ասատրյանի համար։ Բժշկական։ Դա իր այդ անդրանիկ ժավարի հիմա իր բուժումն են ունեն, վաշպարտի 70,000 դրամ։ Քվեարկություն, ովքեր ենք ստուգում, ասել եմ։ Խաչատրյան Գոհար ասել եմ, առաջին։ Հա, Անա Հավտանդելի Սարգսյան 100,000, Խաչատրյան Գոհար 200,000, ասել եմ։ Հայ 70։ Քվեարկություն, ովքեր ենք ով։ Որովը կող, դեն, ձեռնպաճկա և որամարկը հարգելի ավականներ ձերցին հարցը Ձեզ նվականի 9-րդ նստաշրջանի 3-րդ նիստի գոմանման որս անանել Ապետի 21-ը նորմալ է, ես ադակյան չէ։ Երեն շապտի, ապետի 21-ը։ Երեն շապտի։ Նորմալ է։ Ժամը երկուսին, քվեարկություն։ Որովը կողմ, դեն, ձեռնպատ չկա։ Այս կանենին մեր որակատի հարցերը հավաքվել են որովհետև